Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնը։ Որքան գումարի դիմաց հնարավոր կլինի 24 ամսից քիչ ծառայել եւ որ տարիքը կհամարվի զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանը, որ երկրների քաղաքացիները եւս այսուհետ հնարավորություն կունենան Հայաստան գալ առանց մուտքի արտոնագրերի պահանջի։ Այս հարցերին վերաբերող նախագծերը քննարկվել եւ հաստատվել են կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Հիշեցնենք, վարչապետը կարճատև արձակուրդում է։ Բահրեյնի եւ Սաուդյան Արաբիայի թագավորությունների, Օմանի սուլթանության քաղաքացիների, ինչպես նաեւ մի շարք երկրներում կացության կարգավիճակ ունեցողների համար կհանվի դեպի Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով այս փոփոխությունը հիմնավորվում է տնտեսական նկատառումներով։ Ակնհայտ է, որ այս փոփոխությամբ մենք կհեշտացնենք եւ մարդկանց այցելությունը մեր երկիր եւ մարդկանց միջև, այսինքն մեր քաղաքացիների հետ շփումները, ինչպես նաեւ կմեծացնենք ներդրումային գրավչությունը։ Հուսով ենք նաև սրանք կհաջորդվի նաև ուղիղ չվերթների ավելացման հնարավորությունը, որովհետև նախ մեր զբոսաշրջության ռազմավարությունը, որը կարելի ասել գրեթե պատրաստ է, մենք այն երկրները, որոնց մասին պարոն Միրզոյանը նշեց, մենք թիրախավորել ենք որպես մեր հիմնական շուկաներ, մասնավորապես Մերձավոր Արևելքի շուկան մեզ համար հիմնական եւ առանցքային շուկաներից է այսուհետ դառնում եւ մենք տեսնում ենք, որ շարունակաբար վերջին տարիներին զբոսաշրջային հոսքերը ավելանում են։ Զորակոչիկների թիվն էլ ավելացնելու համար կառավարության այս նիստում ներկայացվեց նաև ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին շրջանում բուռն քննարկումների տեղիք տված նախագիծը։ Պատգամավորն առաջարկել է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 միլիոն դրամ եւ 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Հայկ Սարգսյանն առաջարկել է նաև պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը, իսկ մինչև 16 տարին լրանալը Հայաստանի քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Պատգամավորի համաձայնությամբ նախագիծը Պաշտպանության նախարարության կողմից որոշակի փոփոխությունների է ենթարկվել եւ արդյունքում այսպիսի տեսք ստացել։ Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն Պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալ արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշմարման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։ Այս բարեփոխումն ըստ նախարարի նպատակ ունի տարբեր ճանապարհով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ ամբողջությամբ արգելափակել եւ այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, մտնեն պետական գանձարան եւ ըստ այդմ մեծացնեն պրոֆեսիոնալ բանակի թվաքանակն ու հնարավորությունները։ Նախագծի վերաբերյալ իր դիտարկումն ու հարցադրումն ուներ նաեւ մարդու իրավունքների պաշտպանը։ Ըստ էության զինծառայողների միջև տարբերակում է փաստացի իրականացվում, արդյոք հնարավոր է լինելու կոնկրետ երաշխիքներ ապահովել, որպեսզի մենք չունենանք դրա հիման վրա ավելի խորացող ոչ կանոնադրային հարաբերություններ։ Իրականությունը նաև նրա մասին է, որ շատ երիտասարդներ, ովքեր հնարավորություն են ունենալու օգտվել այս ծրագրից, եթե մենք ընձեռենք այդ հնարավորությունը, իրենք հանդիսանում են մեր ծառայության մեջ հիմնականում կանոնադրային հարաբերությունները խախտողներ։ Պիտի մտնենք խնդիրների խորքի մեջ։ Այո, այստեղ էլ կա որոշակի սոցիալական շերտավորման վտանգ, մենք պիտի այս հարցում հետևողական լինենք։ Նախագիծն ընդունվեց կառավարության կողմից, բայց այն դեռ պետք է ներկայացվի նաև խորհրդարանի քննարկմանը։ Օդի աղտոտվածության հարցում էլ հետևողական լինելու համար Հայաստանն առաջիկա 5 տարում ձեռք կբերի մոնիթորինգի 14 անշարժ եւ 2 շարժական կայան։ Կառավարությունը հաստատեց մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-ից 2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը։
Մենք նաև օրենսդրական ուրեմն նոր նախաձեռնություններով հանդես կգանք մասնավորապես շինհրապարակներում եւ հանքարդյունաբերության ուրեմն տնտեսվարողների մոտ ուրեմն փոշեճնշիչ սարքավորումների կարգավորումը կմցնենք ճշգրիտ սարքերի, որոնք գործունեության ընթացքում տնտեսվարողները պարտավոր կլինեն օգտագործել, որի արդյունքում նաև փոշու արտանետման նվազում կունենանք։ Զարգացած համայնքային ենթակառուցվածքներ ունենալու համար էլ կառավարությունն այս նիստում եւս հերթական գումարն ուղեց սուբվենցիոն ծրագրերի համար։ Ըստ այդմ ավելի քան 713 միլիոն դրամով կհամաֆինանսավորվի 15 համայնքների 33 սուբվենցիոն ծրագրեր։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Փոխվարչապետ Մեր Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան կեղծ խոսույթին։ Հայաստանի Հանրապետության տարածքում Արևմտյան Ադրբեջան չկա, Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են, ընդգծել է խոսնակը։ Հիշեցնենք, որ հայկական կողմը նախկինում էլ բազմիցս արձագանքել է Ադրբեջանի այս խոսույթին, նշելով, որ ադրբեջանական կողմի նման հայտարարությունները դիտվում են որպես տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը, ընդգծելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ Այս մասին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ, անդրադառնալով հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Այժմ մենք կենտրոնացած ենք Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասցնելու վրա, ինչը Ադրբեջանին զերծ կպահի հարևան Հայաստան ներխուժելուց։ Մենք կցանկանայինք կանխել դա, նախագահ Դոնալդ Թրամփը հանձնառու է կանխել պատերազմները եւ մենք երկու երկրների, հատկապես Ադրբեջանի հետ շփումներում փորձել ենք ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ պատերազմի մեջ չներքաշվելը հսկայական օգուտներ կբերի, ընդգծել է Ռուբիոն։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նաև նշել է, որ Վաշինգտոնի կարծիքով կողմերի միջև նման բախումը կլինի ավերիչ եւ ապակառուցողական։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նույն նիստի ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, Վաշինգտոնը փորձում է կանխել այն։ Հետևեք միջազգային մյուս նորություններին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 22-ին 5 ժամում ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք է խոցել, որոնց 1/3-ը թռչում էր դեպի Մոսկվա։ Ըստ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի, խոցվել է Մոսկվայի ուղղությամբ թռչող 28 անօդաչու թռչող սարք։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը առավոտյան հայտարարել է, որ ժամը 00-ից մինչև 5:30 Մոսկվայի շրջանում 35 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Ուկրաինան չի մեկնաբանել արդեն երկրորդ օրը շարունակվող զանգվածային հարձակումները։ Իդեպ Դոմոդեդովո օդանավակայանում հերթական անգամ դադարեցվել են թռիչքները։ Ուկրաինայի ժողովուրդը պետք է նոր ղեկավարություն ընտրի Ռուսաստանի հետ հուշագիր ստորագրելու համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության իրավական բաժնի տնօրեն Մաքսիմ Մուսիխինը։ Նրա խոսքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարմար չէ ստորագրողի դերի համար, քանի որ նա վաղուց կորցրել է նույնիսկ ներքին լեգիտիմությունը։ Ըստ Մուսիխինի, պետք է վստահ լինել, որ ուկրաինական կողմից համաձայնագիրը ստորագրում է մարդ, որը դրա համար ժողովրդից մանդատ ունի։ Հակառակ դեպքում խնդիրներ կլինեն։ Ուկրաինայի ժողովուրդը պետք է ազատ ընտրի իր նոր առաջնորդին։ Խորհրդանի ղեկավարը ստորագրելու որոշակի լիազորություն ունի, կթողնեն նրան դա անել իր երկրի ներսում մեծ հարց է, 10-ին ասել է ռուս դիվանագետը։ The Wall Street Journal-ը գրում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունները տեղի կունենան հունիսի կեսերին։ Իսկ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու նպատակով բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում։ Այս մասին հայտնում է Իրանի արտգործնախարարության տելեգրամյան ալիքը, վկայակոչելով գերատեսչության ղեկավար Էսմայել Բաղային։ Հիշեցնենք, Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև միջուկային հիմնախնդրի եւ ամերիկյան պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները շարունակվում են ապրիլից։ Վաշինգտոնը մտավախություն ունի Թեհրանը կարող է միջուկային զենք ստեղծել սեփական ծրագրի
շրջանակում։ Միաժամանակ Իրանը պնդում է, որ ուրանի հարստացման ծրագիրը իրականացնում է միայն խաղաղ նպատակով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, որ Իսլամական Հանրապետության հետ պոտենցիալ նոր համաձայնագիրը կտարբերվի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։ Մարտի սկզբից Իսրայելը արգելափակել է օգնության մատակարարումները Գազայի հատվածին, պնդելով, որ դրանք խլվում եւ օգտագործվում են Համասի ահաբեկիչների կողմից։ 300 բեռնատար մարդասիրական օգնություն, այդ թվում այլուր, մանկական սնունդ եւ բժշկական սարքավորումներ ժամանել են Գազայի հատված։ Այս մասին X-ի սոցիալական ցանցում գրել է Իսրայելի կառավարական Քոգաթ կազմակերպությունը, որը պատկանում է Երկրի պաշտպանության նախարարությանը եւ պատասխանատու է մարդասիրական օգնության առաքման համար։ Իսրայելի դեսպանատան 2 աշխատակից գնդակահարվել են Վաշինգտոնի կենտրոնում գտնվող հրեական թանգարանի մոտ։ Հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է։ Տղամարդն ու կինը սպանվել են տեղական ժամանակով ժամը 21:05-ին, երբ նրանք դուրս էին գալիս թանգարանում կազմակերպված Գազայի հատվածի օգնության միջոցառումից։ Սպանվածների անունները չեն հրապարակվում։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանն հայտարարել է, որ նրանք երիտասարդ զույգ էին, ովքեր պատրաստվում էին ամուսնանալ։ Ոստիկանությունը պարզել է, որ ձերբակալված կասկածյալը Չիկագոյի 30-ամյա բնակիչ Էլիաս Ռոդրիգեսն է։ Ձերբակալման ժամանակ նա բղավել է ազատագրիչ Պաղեստինը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է կատարվածը, հայտարարելով, որ հարձակումը բացահայտորեն հիմնված է հակասեմականության վրա։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը նույնպես սպանությունն անվանել է հակասեմական ահաբեկչության ակտ։ Արևելյան Չինաստանում գտնվող բազմադարյա զբոսաշրջային կառույցի տանիքի հարյուրավոր սալիկներ պոկվել եւ թափվել են գետնին։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Աշտարակը, որը կառուցվել է 1375 թվականին եւ օգտագործվում էր որպես արարողությունների սկիզբն ու օրվա ժամերը ազդարարելու համար, Չինաստանի ամենամեծ նման աշտարակներից մեկն է։ Աշտարակը Անհոյ նահանգի մեծ զբոսաշրջային գրավչություն ունեցող կառույցներից մեկն է համարվում։ Այն գտնվում է Չինաստանի մայրաքաղաք Պեկինից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա։ Փլուզումը տեղի ունեցել աշտարակի վերանորոգումից ընդամենը 1 տարի անց։ Հունաստանի Կրետե կղզու Հերակլիոն քաղաքից 56 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդվում է, որ երկրաշարժը զգացվել է Կրետեյում, Էգեյան ծովի կղզիներում եւ մարտցամաքային Հունաստանի որոշ հատվածներում։ Երկրաշարժի ուժգնությունն ու տևողությունը հատկապես բարձր են եղել Չանիայում եւ Ռեթիմնոյում։ Հզոր ցնցումներ են զգացել նաեւ Աթենքի բնակիչները։ Դրան հաջորդել են մի քանի հետցնցումներ։ Երկրաշարժը փոքր սողանքներ է առաջացրել մարզային ճանապարհային ցանցում, իսկ Հերակլիոն քաղաքում մասնակիորեն փլուզվել է շենքի մեկի արտաքին հատվածը։ Ալա Ղալաչյան, Կորիզոն։ Առաջ այսքանը կհանդիպենք ժամը 18-ին։